Չի կատարվել, այո, չի կատարվել, որովհետև նաև կապալառու ընկերությունը, ով մրցույթում հաղթել է, ինքը իր խոստումը չի կատարել։ Նիկոլ Փաշինյանը Factor TV հարցինի պատասխան այսօր փաստորեն արձանագրեց Կապսի ջրամբարը կառուցելու եւ Ամայսյա խոշորացված համայնքի ջրաձոր բնակավայրի վարչական տարածքը տեղափոխելու իր խոստումը կյանքի չի կոչվել։ 60 միանշանակ 60։ 2023 թվականին Կապսի ջրամբարի նախագծին ծանոթանալիս Փաշինյանը մեծ ոգևորությամբ էր խոսում։ Հանձնարարել էր 60 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար կառուցել։ Փաշինյանի իշխանության օրոք ջրամբարի կառուցման առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեին 2026 թվականի ապրիլին։ Այնինչ շինաշխատանքներն արդեն 10 օր է դադարեցված են։ Այս տեղեկությունը Factor TV-ին փոխանցել էր շինաշխատանքներում ներգրավված աշխատակիցներից մեկը։ Մեկ այլ շինարար էլ լրատվամիջոցներին հայտնել է, որ գործազուրկ դառնալու վերաբերյալ որևէ մեկից հիմնավոր բացատրություն չեն ստացել։ Просто եկեմ մի օրում սելեն, որ всё, գործի չեք վաղվանից։ Դիք չինացին է մեզիս է, իանք են մեր գործատուն։ Բայց այդտեղ հարցը ուրիշ է։ Հարցը նիգի որ սենք կուզենք մի հատ բացատրություն մեր, չգիտեմ, երկրի ղեկավարից, ինչ որ մեկից կամ ով որ էս պատասխանատուն է էս գործի, որ հասկանանք վերջը ինչ պիտի կատարվի այս ջրամբարի հետ, վերջը 70-100 հոգի մարդ ենք մնացել ենք անգործ։ Կապսի ջրամբարի կառուցման միջազգային մրցույթը շահել էր չինական Shanxi Construction Investment Group ընկերությունը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից Factor TV-ին փոխանցել են, որ չինական ընկերության հետ պայմանագիրը խզել են շինաշխատանքների ժամկետները չպահպանելու հիմնավորմամբ։ Մեկնարկել է պայմանագիրը դադարեցնելու գործընթաց նախարարության նախաձեռնությամբ։ Ինչու՞։ Որովհետև պայմանագրի ժամկետները խախտվել են, այն աշխատանքները, որոնք պետք է արվեին գրաֆիկին համապատասխան, չեն արվել եւ այս պահի դրությամբ ընդամենը 14.5% աշխատանք է կատարվել, որը բացարձակ չի համապատասխանում օրացուցային գրաֆիկին։ Փաշինյանի թիմակիցները հայտարարում էին, որ ջրամբարի շահագործմամբ Շիրակի մարզում 17,000 հեկտար հող լիարժեք ոռոգում կունենա։ 2300 հեկտարն էլ մեխանիկական ոռոգումից կանցնի ինքնահոսի։ Ջրամբարի կառուցմամբ, որը պետական ծրագիր է, մենք հետագայում հնարավորություն ենք ստեղծում հնդածս ավելի ճիշտ մասնավոր ներդրումների համար։ Շիրակի նախկին մարզպետ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը Կապսի ջրամբարի շինարարության ձգձգումը լուրջ վնաս է համարում գյուղատնտեսությանը։ Ինչ տեղի ունեցավ, հարված է ոչ միայն Շիրակի եւ հնարավոր է նաեւ Արագածոտնի գյուղատնտեսությանը, այլև ամբողջ Հայաստանի գյուղատնտեսությանը, եւ դա ուղղակի կառավարության կամ ապիկարության կամ գիտակցված քաղաքականության հետևանք։ Ջրամբարն ընդգրկելու է Ամայսյա խոշորացված համայնքի ջրաձոր բնակավայրի վարչական տարածքը։ Շինարարությանը զուգահեռ նախատեսվում էր ջրաձոր բնակավայրի տեղափոխումը։ Փաշինյանը հիացմունքով էր նայում նոր բնակավայրի մակետին ու առանձնակի ոգևորությամբ հայտարարում, որ Հայաստանում առաջին անգամ զրոյից բնակավայր է կառուցվում։ Բոլորս հիշում ենք, չէ՞, որ Հայաստանում Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ անելու զրոյից որ գյուղ ենք ստեղծելու եւ սա շատ կարեւոր, շատ խորը իմաստ ունեցող նախագիծ է։ Այս միտքը Փաշինյանը պարբերաբար կրկնել է տարբեր տարիներին այս թեմայով քննարկումների ժամանակ։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ըստ էության նոր գյուղ ենք կառուցելու եւ շատ կարեւոր է որ այս նախագիծը հաջող ընթանա։ Երրորդ հանրապետության պատմության մեջ սա թերևս առաջին դեպքն է լինելու, երբ որ մենք զրոյից բնակավայր ենք ստեղծելու։ Ջրամբարի կառուցման համար գերմանական KfW բանկը 68.5 միլիոն եվրոյի վարկ է տրամադրել, եւս 26.7 միլիոն եվրո հատկացրել է Հայաստանի կառավարությունը։ Արթուր Խաչատրյանը նաեւ ֆինանսական կորուստների մասին է խոսում։ Չեմ զարմանա, եթե 1 միլիոնից ավել լինի այն գումարը, որ իրենք արդեն վճարել են այդ վարկի համար։ Հերոս հարկատուներից հարկ են հավաքում, բայց իրենց ապիկարության պատճառով տալիս են ուրիշներին։ Ինչ է լինելու Կապսի ջրամբարի եւ զրոյից կառուցվող բնակավայրի շինաշխատանքների հետ Փաշինյանն այսօր վստահեցրեց։ Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի։ Թե երբ Հայաստանի վարչապետը ժամկետներ չի նշում, նախագիծը ձախողելու հարցում էլ մեղադրում է Կապալառու կազմակերպությանը։ Կունենանք Կապսի ջրամբարը, ինչպես ունեցանք Վեդիի ջրամբարը եւ ելի ուրիշ ջրամբարներ։ Փաշինյանը իր էությանը հավատարիմ է։ Ինքն ասում էր ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ։
Մինչդեռ կառավարությունը մեղավոր է։ Ես ինչը առավոտյան վեր կացան եւ տեսան, որ Կապսի ջրամբարի շինարարությունը ընդամենը 20%-ով է կատարվել, բա ուր է վերահսկողությունը, ինչի պատշաճ վերահսկողություն չեն իրականացրել։ Փաշինյանը նշում է, չկա մի գործողություն, որը կառավարության տիրույթում է եղել եւ չի արվել։ Վեդի ջրամբարը մատնանշելը այնուհանդերձ ամենևին էլ լավագույն օրինակը չէ։ Դրա աշխատանքները դեռևս 2017 թվականին էին մեկնարկել եւ ավարտվեցին 2025 թվականին։ Փաշինյանի կառավարությունը 15 փոքր եւ միջին ջրամբարի կառուցում է խոստացել հնգամյա 2021-ից 2026 թվականների ծրագրով։ Առայժմ միայն մեկն է կառուցված։